Buzz Lightyear-ը, Պիկաչուն եւ այլ կերպարների տեսքով փուչիկները փչվել են Նյու Յորքում Մեյսիի 99-րդ գոհաբանության օրվա ամենամյա շքերթին ընթառաջ։ Մեյսիի շքերթի համար փուչիկների փչման միջոցառումը դարձել է առանձին հատուկ միջոցառում Նյու Յորքում։ 1 միլիոնից ավելի մարդ է գալիս փուչիկները մոտիկից տեսնելու։ Մեծ փուչիկի համար մոտ 90 րոպե է պահանջվում, ուստի մենք փորձում ենք այն փչել օրվա սկզբում, որպեսզի մինչև հանրությանը ներս թողնելը շատ բան լինի տեսնելու։ Փողոցներում ընդհանուր առմամբ 34 փուչիկ է դրված։ Հանդիսատեսի թվում է 4-ամյա Սեբաստիանը, որը ողջևորված է իր ընտանիքի հետ փուչիկները տեսնելով։ Այս տարի Buzz Lightyear-ը ներկայացվում է որպես նոր մասնակից, իսկ վիրուսային խաղալիք համարվող Լաբուբուն իր առաջնելույթով է հանդես գալու։ Նյույորքցիները վստահեցնում են, որ սա հրաշալի ժամանակ է իրենց քաղաք այցելելու համար եւ ավելացնում, որ այս տոնի շրջանակում արվում է ամեն ինչ երեխաներին ուրախացնելու համար։ Միջոցառման կազմակերպիչները լիահույս են, որ Մեյսիի գոհաբանության օրվա շքերթը տեղում 3.5 միլիոն մարդ կտեսնի, իսկ ավելի քան 30 միլիոնը դրան հեռուստացույցով կհետևի։ Ստրասբուրգի հայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառում գտնվող 30 մետրանոց եղևնին, որը գրավում է ֆրանսիացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներին, լուսավորվել է, նշելով տոնական սեզոնի մեկնարկը Ֆրանսիայի արևելքում գտնվող այս քաղաքում։ Տոնավաճառի տարբեր հատվածներում կա ավելի քան 300 վաճառքի տաղավար, որտեղ այցելուները կարող են վայելել տաք գինի եւ գնել տոնական նվերներ։ Մեքսիկացի զբոսաշրջիկ Էրերայի հավաստմամբ այս տոնավաճառն աշխարհում ամենալավն է։ Անկեղծ ասած, այս տարի Ստրասբուրգն իսկապես գերազանցել է նույնիսկ ինքն իրեն, զարդարանքներով եւ ամեն ինչով։ Ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Մենք անհամբեր սպասում ենք լույսերը տեսնելուն։ Այո, նաեւ տոնածառի թեման եւ ծննդյան ծաղկեպսակը, դա այնքան հիանալի գաղափար է։ Մենք արդեն երկար ժամանակ է ինչ սպասում էինք դրան։ Ստրասբուրգի քաղաքապետը տեղական լրատվամիջոցներին վստահեցրել է, որ անվտանգությունն առաջնահերթություն է։ Բանն այն է, որ այստեղ 2018 թվականի դեկտեմբերին զինված անձը հարձակման ժամանակ սպանել էր 5 մարդու եւ վիրավորել մի քանիսին։ Եվրոպայի ամենաշատ այցելվող Սուրբ Ծննդյան տոնավաճառներից մեկը, որը գտնվում է Ստրասբուրգում, 2024 թվականին գրանցել է այցելուների ռեկորդային թիվ, ներգրավելով 3.4 միլիոն մարդու տոնական ոգին կիսելու համար։ Սլովենիայի Մարեզիգե քաղաքը տարիներ շարունակ հայտնի է եղել իր եզակի գինու շատրվանով, որտեղ այցելուները կարող են վայելել Իստրիայի գինիները եւ հիանալ բլրի գագաթից բացվող շքեղ տեսարաններով։ Այժմ կրկնապատկելով իր շատրվանային համբավը, փոքրիկ քաղաքը բացել է այն, ինչը համարվում է երկրի առաջին ձիթայուղի շատրվանը։ Քաղաքի գինու շատրվանի բացումից 7 տարի անց ժամանակն էր նոր բան բացել, այս անգամ ձիթայուղով։ Քանի որ գինին եւ ձիթայուղը որպես կանոն հավասարապես հայտնի են մեզ մոտ, մենք որոշեցինք առաջարկել լրացուցիչ շատրվանի տարբերակ։ Մենք առաջին անգամ հնարավորություն տվեցինք այցելել Մարեզիգեի ձիթայուղի շատրվան, որն առաջինն է աշխարհում։ Շատրվանն առաջարկում է 3 ծորակ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր տեղական արտադրողների յուղով է լցված։ Ձիթայուղի շատրվանի բացման արարողության ժամանակ տեղացիները համտեսել եւ համեմատել են տարբեր տեսակները։ Միջոցառումն ուղեկցվել է ավանդական երաժշտությամբ եւ պարով։ Սլովենիայի եւ Խորվաթիայի միջև բաժանված Իստրիա շրջանը միջերկրածովյան գինու եւ ձիթայուղի հիմնական արտադրողներից է։ Թուրքիան տասնյակ նոր գտածոներ է բացահայտել երկրի հարավ-արևելքում գտնվող խոշոր հնագիտական վայրում, որոնք նոր պատկերացում են տալիս այն տարածքի մասին, որը ըստ երևույթին ցույց է տալիս մարդկության անցումը որսորդ հավաքորդներից դեպի տեղաբնակ հասարակություններ ավելի քան 11000 տարի առաջ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գյոբեկլի թեփե եւ մոտակա Քարահան թեփե քաղաքների բերի հարթավայրերին նայող սարահարթում հնագետների մոտ նախապատմական ժամանակների մասին պատկերացումները փոխվում են։ Շանլի Ուրֆա նահանգում վերջերս հայտնաբերված գտածոների շարքում է մի արձան, որի դեմքի արտահայտությունը հիշեցնում է մահացած մարդու։ Հնագետները նշել են, որ դա եզակի հայտնագործություն է նեոլիթյան համայնքներում մահվան ծեսերի եւ խորհրդանիշների արտահայտության առումով։ Դա վերջերս հայտնաբերված մոտ 30 արտեֆակտից մեկն է։ Գտել են նաև մարդկանց եւ կենդանիների տեսքով մեծ ու փոքր արձաններ, անոթներ, ափսեներ, վզնոցներ եւ ուլունքներ։ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյն ասել է, որ վայրը
վայրերը, որոնք Թուրքիան անվանել է քարե բլուրների նախագիծ, ցույց են տալիս, որ մարդկություն ունեցել է շատ ավելի բարձր գիտակցություն հավատքի, ծեսերի, սոցիալական կազմակերպման եւ մշակութային արտադրության առումով, քան նախկինում ենթադրվում էր։ Նախարարի խոսքով Գյոբեկլի թեփեն այս տարի կգրավի մոտ 800,000 այցելուի, ինչը վկայում է այն մասին, որ տեղանքի կարևորության մասին մարդկանց իրազեկվածության մակարդակը բավականին բարձր է։ Նախարարության ղեկավարած նախագիծը ներառում է Շանլի Ուրֆայի բնակեցված համայնքների 12 նեոլիթյան վայրեր, որոնք թվագրվում են Քրիստոսից առաջ 9500 թվականով։ Գյոբեկլի թեփեն եւ Քարահան թեփեն ներկայացնում են աշխարհի ամենահին կառույցները, որոնք օգտագործվել են հավաքույթների եւ ելույթների համար։ Վայրերի ամենատպավորիչ առանձնահատկություններից են մինչեւ 28 մետր տրամագծով օվալաձև հուշարձանային կառույցները, որոնք շրջապատված են տեաձև կրաքարեսյուներով, որոնք համարվում են մարդկանց պատկերներ։ Դրանցից մի քանիսի վրա կարելի է տեսնել կենդանիների բարձրաքանդակներ։ Հնագետները նշում են, որ Քարահան թեփեյում վերջերս կատարված պեղումներից մեկում հայտնաբերվել է տեաձև սյուն մարդկային դեմքով, որը ներկայացնում է նմանսյան վրա մարդկային դեմքի առաջին հայտնի պատկերը։ Պեղումների ղեկավար Նեջմի Քարուլի խոսքով սննդից մինչև ճարտարապետություն, խորհրդանշական աշխարհից մինչև ծեսեր, այստեղ ձեռք բերված ապացույցների լայն բազմազանությունը մեզ աներևակայելիորեն մոտեցնում է նախապատմական հասարակություններին։ Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեր Օգյուստ Ռենուարի հազվագյուտ նկարը, որը պատկերում է նրա որդուն եւ դայակին, վաճառվել է 1.68 միլիոն դոլարով Փարիզում Դրյուոյի կողմից կազմակերպված աճուրդում։ Մոտ 1895 թվականին նկարված խաղալիքներով երեխա Գաբրիելը եւ նկարչի որդին Ժանը վերնագրով այս աշխատանքը նկարիչը նվիրել է իր միակ ուսանողուհուն եւ մտերիմ ընկերուհի Ժան Բոդոին։ Այդ ժամանակվանից ի վեր այն մնացել է նրա ընտանիքում։ Ռենուարը իմպրեսիոնիստական շարժման առաջատար դեմքերից էր, որը 19-րդ դարի վերջին արվեստը վերանայեց։ Վաճառքի գինը համեստ էր, համեմատած Կլոդ Մոնեի հայտնի խոտի կույտեր շարքի նկարներից մեկի կողմից սահմանված իմպրեսիոնիզմի ռեկորդի հետ, որը 2023 թվականին վաճառվել էր 117 միլիոն դոլարով։ Աշխատանքում պատկերված են նկարչի որդին Ժան Ռենուարը եւ նրա դայակը Գաբրիել Ռենարը։ Նա նկարչի սիրելի մոդելներից մեկն էր, որը կեցվածք էր ընդունել գրեթե 200 նկարում։ Սա մտերմության գլուխգործոց է։ Մենք տեսնում ենք այս շատ քնքուշ հարաբերությունները Ժան Ռենուարի եւ Գաբրիելի միջև, որը գիտե թե ինչպես վերահսկել երեխային, որպեսզի Ռենուարը կարողանա նկարել նրան։ Նկարչի որդին Ժան Ռենուարը ծնվել է 1894 թվականին, եղել է ճանաչված կինոռեժիսոր եւ մահացել է 1979 թվականին։ Իսպանիայի Ֆիլիպ III թագավորի համար 1609 թվականին հատված մեծ ոսկե մետաղադրամը Շվեյցարիայում կայացած աճուրդում վաճառվել է ավելի քան 3.4 միլիոն դոլարով, դառնալով Եվրոպայում երբևէ վաճառված ամենաարժեքավոր մետաղադրամը։ 339 գրամանոց եզակի մետաղադրամի Ժնևում գտնվող աճուրդի տանը մեկնարկային գինը եղել է 2 միլիոն շվեյցարական ֆրանկ կամ 248 միլիոն դոլար։ Սենտենը կամ 100 էսկուդոս նախկին իսպանական արժույթով մետաղադրամը պատրաստվել է կենտրոնական Իսպանիայի Սեգովիա քաղաքում, Ամերիկա մեկնած նվաճողների բերած ոսկուց։ Այն պատրաստվել է որպես թագավորական հարստության եւ իշխանության ցուցադրություն, հավասար է երկար տարիների աշխատավարձի եւ ժամանակակից Եվրոպայի պատմության մեջ ամենամեծն է, ասել է աճուրդի տան հիմնադիր Ալեն Բարոնը։ Դարեր շարունակ կորած լինելով այն հայտնվել է Միացյալ Նահանգներում, մոտավորապես 1950 թվականին, որտեղ նյույորքցի մի հավաքորդ այն գնել է, ապա 10 տարի անց վաճառել իսպանացի գնորդի։ Ավելի ուշ այն աճուրդով վաճառվել է մեկ այլ հավաքորդի, որի ինքնությունը հրապարակված չէ։ Ֆաբերժեի կայսերական ձմեռային ձուն, որը պատվիրել է ցար Նիկոլայ II-ը որպես իր մոր համար նախատեսված զատկի նվեր, շուտով կհանվի աճուրդի, որտեղ այն կարող է երրորդ անգամ ռեկորդ սահմանել։ Նախնական արժեքը գնահատված է ավելի քան 26 միլիոն դոլար։ Քրիստիի տվյալով բյուրեղապակուց փորագրված եւ վարդագույն ադամանդներով զարդարված պլատինե ձյան փաթիլներով պատված ձմեռային ձուն համարվում է կայսերական ընտանիքի համար ստեղծված Ֆաբերժեի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Հալվող սառույցի տեսք ունեցող բյուրեղապակյա հիմքի վրա տեղադրված ձվի ներսում փորագրված է սառույցի նախշ։ Այն նախատեսված էր բացելու համար, անակնկալ բացահայտելու համար բարդ ձևավորված ծաղիկների փունջ։ Սա Ֆաբերժեի կողմից Ռոմանովների համար ստեղծված զատկի ձվերից մեկն է եւ ձմեռային ձուն անկասկած բոլորից ամենալավն է։ Այն պատվիրվել է 1913 թվականին որպես Նիկոլայի II-ի նվեր իր մորը Մարիա Ֆյոդորովնային։ Այն զարմանալի է իր դիզայնով, վարպետությամբ, Ֆաբերժեի օգտագործած տեխնիկայով, դրա հետևում կանգնած պատմությամբ։
Քրիստին նախկինում ձմեռային ձուն վաճառել է Ժնևում 1994 թվականին եւ Նյու Յորքում 2002 թվականին։ Երկու անգամ էլ այն համաշխարհային ռեկորդ է սահմանել աճուրդում վաճառված Fabergé-ի իրերի համար։ Նյու Յորքում այն վաճառվել էր 9.6 միլիոն $-ով։ Լոնդոնում ցուցադրվել են մարմելադե արջուկներ, լիկյոր եւ կոնֆետի ձողիկներ համեղ կոճապղպեղի քաղաք ցուցահանդեսի շրջանակում։ Այս տարվա թեման խաղն է, ուստի խաղը դրված է քաղաքային կյանքի սրտում։ 9-րդ ամենամյա կոճապղպեղի քաղաք ցուցահանդեսում ներկայացված է ճարտարապետների նախագծած 50 կոճապղպեղային շենք, այդ թվում Լոնդոնի որոշ հայտնի տեսարժան վայրերի, ինչպիսիք են Եղիսաբեթի աշտարակը, Բիգ Բենը եւ համայնքների պալատի ստեղծագործական մեկնաբանությունները։ Այս տարվա ցուցահանդեսը հանրության համար բացվել է նոյեմբերի 29-ին եւ կտևի մինչեւ 2026 թվականի հունվարի 4-ը։ Մարոթ Արվերդյան, Այլ լուրեր։